Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր ալտերնատիվ չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսավ։ Գիժեք, կներեք այս բառի համար։ Ես ամենայն հարգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծեով կարա տենց բան անցնի։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա տենց բան անել, դա անհետեթություն, դա գժություն։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, բացառապես հանգստանալն է, պատճառը, որ չեք ցանկանում գնալ խորհրդարանը, որովհետև այդ մարտի 3-ի դեպաշնքի ժամանակ դուք ասել եք, որ թիմը ինչ որոշում է կայացնի, կենթարկվեք նրան։ Բայց թիմը որոշում, բայց թիմը չի որոշել, որ ես գամ նստեմ ստեղ պատգամավոր կամ փոխնախագահ կամ խմբակցության ղեկավար։ Ես ասել եմ, որ ես սենց որոշում ունեմ, իրանք իրանց որոշում ունեն, ես իմ որոշումը ունեմ։ Երբ որ եթե թիմը ինձ ասի, գիտես ինչ, մենք քննարկեցինք եւ որոշեցինք, որ դու պետքա գնաս, չգիտեմ, դեսպան Ուրուգվայում, ես կգնամ դեսպան Ուրուգվայում, բայց մենք դեռ խոսակցություն չենք ունեցել։ Ես քննարկել եմ վարչապետի հետ, ասել եմ, հաջա, լսեք, որևիցե նման խոսակցություն մենք չենք ունեցել։ Քննարկվել է, որ հա ես կարողա ունեմ այս պահին մանդատ, ես ասել եմ, չէ, ժողովուրդ, ես մանդատ չեմ վերցնի։ Բայց ասել ինձ գիտեք ինչ, մանդատը մի վերսա գնա, չգիտեմ, արտահայտության թողների իմ ընկեր ինձ Սրբուի Գալյանը, հա, օրինակի համար, արտահայտության նախարար, այդպես խոսակցություն չի եղել։ Չեմ լսում։ Եթե թիմը որոշել, որ դուք պետք է լինեք շարքային պատգամավոր, որտեղ ձեր դեպազնիցներից մեկին շարք։ Ես գիտեմ ինչ եք ասել։ Ես եթե նման որոշում կայացվեր, ես ամենայն հավանականությամբ կենթարկվեի, բայց ես կարծում եմ, որ չի կարելի որևիցե մեկին ստիպել ինչ-որ մի բան անել, բայց կրկնում եմ, եթե նման որոշում կայացնեն, դա կարմիր գիծ է, նշանակում է, պետք է բան անել, բայց չեմ, իմ ընկերներն են, չի որ ասենք մենք ինչ-որ բանի մեջ ենք, որ իրանք պետք է ինձ ինչ-որ բան ստիպեն կամ ես իրանց ինչ-որ բան ստիպեմ, ասենք այդ տրամաբանության մեջ է, ավարտի։ Սիմոնյան, դուք կարծում եք, որ ազգային ժողովի նախագահ լինելուց հետո պատվաբեր չէ շարքային պատգամավորները։ Չէ, չեմ կարծում տենց։ Պատգամավոր լինելը շատ պատվաբեր պաշտոն է, շատ պատասխանատու պաշտոն է։ Ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ ավագանի, ես եղել եմ փոխնախագահ, եւ չէ, դա մարդուց է գալիս։ Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ թե պաշտոնի բերումով, չէ։ Ես Ալեն Սիմոնյանն եմ, որտեղ իմ բնավորությունն է տենց, ես իմ շուրջ բան եմ ստեղծում, ես իմ աշխատանքով դա բան եմ անում։ Հիմա ասենք կան ինչ-որ մարդիկ, որոնք որ գուցե իրանց են, հա, պաշտոնն է իրանց, որ դռան վրա գրում են Ժեկի պետ Պետրոս Պետրոսյան, ու ինքը դա մոտը մտնել չի լինում, ինքը մտածում է, որ վերջ, ինքը աշխարհի բանն է, բայց իմ դեպքում ես կարծում եմ, ես եղել եմ Ալեն Սիմոնյանը, նոր եմ դարձել ազգային ժողովի նախագահ, եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չէ, որ ինձ ձեր համար հետաքրքիր է սարքել, չէ։ Ես եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ սարքել։ Պաշտոնը չի, որ ձեզ զարդարում։ Կոստյումն է, որ ինձ զարդարում է, շնորհակալություն։